Ընդդիմությունն իր թիմակիցներին բերման ենթարկելն ու ձերբակալելը քաղաքական հետապնդում է որակում։ Ներքին գործերի նախարարությունը բացատրական աշխատանք։ Երեք Հայաստանի տարբեր մարզերից բերման ենթարկված անձինք արդեն ազատ են արձակվել։ Ազատությանն ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանը հայտնեց։ Ձերբակալությունների ալիքը ըստ Դանելյանի հիմնականում ուղղված էր սրբազան պայքար շարժման աջակիցների եւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամների դեմ։ Կարող ֆիքսենք, որ կոնկրետ թիրախում մենք ենք եղել եւ դա խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը այս դիմադրության ուժը փորձում է ջարդի, կոտրի, վախեցնի եւ նաեւ այն մարդկանց, որոնք որ տարվել են բաժիններ, սպառնալիքների մի sense փունջ ու շարքա տեղացել այդ մարդկանց վրա, որ հանկարծ չփորձեք անհնազանդության ակցիաներ իրականացնել, չփորձեք, այսինքն sense ճնշում գործադրեն եւ այդ մարդիկ որոշակի ժամանակ պահելուց հետո, քանի որ որևէ մի հակաօրինական քայլի ապացույց կամ որևէ մի բան չեն մտցել, այդ մարդիկ ազատ են արձակվել։ Պատգամավոր Գառնիկ Դանելյանն իրավապահների գործողությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցով է պայմանավորում։ Արդյոք որևէ բան պլանավորում էին իրականացնել հարցին ի պատասխան պատգամավորն ասաց, թե իրենք այսօր էլ վերահաստատում են, որ իշխանության վարած քաղաքականության արմատական ընդդիմախոսներն են։ Ցանկացած անհրաժեշտ պահի պատրաստ են փողոց դուրս գալ, բայց պայքարը լինելու է բացառապես օրենքի եւ սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Իշխանությունների գործողությունները Գառնիկ Դանելյանի համար փաստ են, որ հակազդեցություն Փաշինյանի թիմը սպասում է իրենցից։ Ռեպրեսիոն մեխանիզմը գործում է իրանց կողմից։ Մենք էլ ասում ենք, որ մենք հաշտ չենք այդ ամեն ինչի հետ, մենք դիմակայելու ենք այդ ամեն ինչի։ Եթե անգամ այնտեղ ինչ-որ մի բան էլ ըստ մեզ հասած տեղեկությունների չի ստորագրել, դա չի նշանակում, որ ինքը այնտեղ պատրաստականություն չի հայտնել նոր զիջումներ անել թուրքական, ադրբեջանական կողմին, չգիտեմ։ Շատ մեծ վտանգ կա, որ իր ասած բանավոր փոխըմբռնումներ ունի թուրքական կամ ադրբեջանական կողմի հետ։ Ոստիկանությունն այսօր որևէ նոր բան չավելացրեց երեք տարածած հաղորդագրությանը։ Մանրամասներ չհայտնեց, ինչ ահազանգ էր, ինչ էին փնտրում։ Երեք ոստիկանություն կանչվածների կամ ձերբակալվածների գործով զբաղվող փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով ոստիկանությունը հայտարարություն տարածեց իրենց բարձրացրած աղմուկից հետո։ Ըստ Մելիքյանի խոսքը 100-ի հասնող քաղաքացիների մասին է։ Ոստիկանությունը պարզաբանում է տվել նշելով, որ ինչ-որ կանխարգելիչ, չգիտեմ ինչ, բացատրական աշխատանքների մասին է խոսքը։ Նախ նշեմ, որ ոստիկանությունը որևէ նման լիազորություն չունի եւ բազմիցս մենք տեսել այդպիսի խրոխտ ձևակերպումներ այն դեպքում, երբ դրան հետևել են խաղաղ հավաքներ։ Երեք ինչպիսի հետաքրքիր իրավիճակ տեղի ունեցավ, ուրեմն եղել են դեպքեր, որ զենք զինամթերքի կասկած են ձևակերպել որպես արդեն պաշտոնապես ձերբակալություն, եւ մի քանի ժամ հետո բաց են թողել։ Եղել են դեպքեր, որ մարդիկ այցելել են, ինչ որ այսպես բացատրական զրույց են վարել, այսպես ասած, նորից ասեմ, դրա իրավունքը պարզապես չունի ոստիկանությունը իրավապահ կառույց է, այլ ոչ թե մանկապարտեզ։ Կանխարգելիչ աշխատանք որակված գործողությունների ժամանակ ոստիկանները բացատրական աշխատանքի շրջանակում ոմանց ասել էին ներկայանալ բաժիններ։ Ըստ Մելիքյանի աղմուկից հետո, երբ քաղաքացիները կրկին զանգահարել են պատրաստակամություն հայտնել ներկայանալ, միանգամից նոր պատասխան է եղել, այլևս կարիք չկա։ Փաստաբանը դժվարացավ ասել, արդյոք իրավապահների գործողությունները շարունակություն կունենան, թե ոչ։ Շեշտեց, իրեն ռուսաստանաբնակ Կարեն Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործից հետո այլևս ոչինչ չի զարմացնում։ Ակնհայտ բոլորիս աչքի առաջ այն հրապարակային խոսքը, որը առհասարակ կոչ չէ, ուղղակի աբսուրդ է այդպես գնահատել մի խոսք, որը որ դա ողջամտությունից կարճ ասած շատ հեռու էր։ Այս կարմիր գիծը հատելուց հետո ես ոչինչի վրա չեմ զարմանա։ Ես անկեղծորեն չեմ զարմանա, որ վաղը օրինակ այսիմ այսպես ձեր տված հարցազրույցը կարող են օրինակ դիտել ինչ ասել կողոպուտի նախապատրաստություն, չգիտեմ։ Լինելու էր որևէ ակցիա, Մելիքյանը չգիտի, բայց նրա համար հստակ է, որ իշխանությունը փորձ է արել սահմանափակել մարդկանց դժգոհություն հայտնելու իրավունքը։ Իսկ պատգամավոր Գառնիկ Դանելյանը հայտարարեց, թե իշխանությունը կանխարգելիչ աշխատանքների անվան տանք մինչ այս էլ մարդկանց մեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք առանց փաստաթղթի ու առանց արձանագրության։ Ներքին գործերի նախարարությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել երեկվա գործողությունների մասին։